Սա ուղղակի ֆանտաստիկա է։ Ավելի լավ բան պատկերացնել շաքարախտով հիվանդի համար ուղղակիորեն հնարավոր չէ։ Սա մեծ հեղաշրջում կլինի Հայաստանի համար, քանի որ բավականին կբեռնաթափի բժշկի առօրյա աշխատանքը եւ կարծես կարելի է հեռավար բժշկության ընդհանրապես եւ արհեստական բանականության ներդրումը հատկապես առաջնային օղակի, որի այսպես ասած պատասխանատուն նաեւ ես եմ, թերապևտների եւ առաջնային օղակի, ես կարծում եմ շատ մեծ սա խթան է, որպեսզի բեռնաթափի իրենց առանցնել բավականին լարված աշխատանք։ Տվյալ դեպքում այս սարքը հնարավորություն է տալիս ոչ միայն որոշելու արյան գլիկեմիայի քանակությունը, ահազանգելու նաև, եթե իրոք շաքարն իջել է, գլուկոզան իջել է արյան մեջ, այլ նաև կանխատեսելու։ Իսկ դա փրկում է յուրաքանչյուր հիվանդին գիշերային հիպոգլիկեմիաներից, ցավոք սրտի։ Երկրորդ տիպի շաքարախտի ժամանակ, երբ որ ոչ միայն հաբեր են ստանում, այլ նաև բանը հասնում է նաև ինսուլինոթերապիային, կարևորագույն պահ է, որ քնի մեջ հիվանդի մոտ տեղի չունենա այդ գլուկոզայի անկումը, հիպոգլիկեմիան, քանի որ մենք բոլորը շատ լավ գիտենք, մահվան պատճառ է հանդիսանում գիշերը քնի մեջ հիպոգլիկեմիայի պատճառով սրտամկանի սուրինֆարկտի առաջացումը, կաթվածի առաջացումը, իսկ որ ամենավտանգավորն է սրտի կանգը։ Եթե հիվանդը քնելուց առաջ հնարավորություն ունենա այս սարքի միջոցով կանխատեսելու, որ նրա մոտ կլինի այդ հիպոգլիկեմիան քնի ժամին, թե ոչ, սա կարևորագույն պահ է կրճատելու շաքարախտով հիվանդների մահվան տոկոսը։